Եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Խաչիկ Մանուկյանը, բարև ձեզ Խաչիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, ձեր թույլտվությամբ մի քանի շատ կարևոր ուշագրավ բաներ կա, ես ուզում փոխանցել մեր հետևորդներին Եվ այսպես շատ կարևոր է Ֆրանսիայի սենատը երեք միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին։ Հայտնում է ՀՀԴ բյուրոյի անդամ Ֆրանսիայի կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Լորան Ֆակլեի ներկայացած բանաձևն, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբ 183 ներկայացուցիչները ստացել են 183 կողմ ձայն։ Մենք զրո ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում գրել է Փափազյանը շատ ուշագրավ եւ կարեւոր բան է նույն թեմայի շարունակությունը ուրեմն Դիվենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայերի գերիներին ազատ արձակման հարցը Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության բարբերական անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Դիվենսի Հայաստանի եւ Ադրբեջան առաջիկա այցին եւ Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման խնդրին բարբերական ուշագրավ է համարել այդ ուրեմն Հայաստան եւ Ադրբեջան այն իրավիճակում, երբ կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգեվոր առաջնորդներ Հռոմի Պապ Լևոն 14-ի կոչ էին արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա հայ բանտարկյալներին ազատելու համար։ Հոդվածագիրը մեջբերում է հոգեվոր հայերի նամակից մի հատված, որտեղ նշվում է գերիների ընտանիքների հետ հաղորդակցություն, որն առանց այդ էլ սահմանափակ է, ավելի խաթարվել են անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր խաչից, նրանք քրիստոնեական հավատք եւ այլն բաների ասում առաջկա եւ նրանք կոչ են արել եւ ամեն ինչ ասում եմ կոչ են արել, որ տարբեր միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ազատ արձակվեն գերիների հարցը, ես մի քանի օր արդեն խոսում եմ այս մասին խաղաղության ֆոնին հիմա էլ հանդիպում կայացավ, այդ հանդիպումը ավարտվեց լայն բանը ժպիտը դեմքին մոլորեցնելով մեր հանրությանը, որ գնում են խաղաղությամբ, բայց շարունակում են մեր գերիները մնալ Բաքվի բանտում, չնայած չկարելի հոգնել եւ անընդհատ պետք է կրկնել, որ այսօր երկու տեղ են մեր երևելի մեծ հայերը բանտված, մեկը Բաքվի բանտում եւ շարունակում են խոշտանգվել եւ մյուս մասը մեր սրբազանները, քաղաքական հայտնի գործիչները եւ նաեւ ձեր գործընկերը թիմակիցը շարունակում են խոշտանգվել բառիզբուն իմաստով Երևանի բանտերում։ Խնդրեմ գերիների թեման եւ այս ամենը այդ սատանաների, դիվահարների, այդ DJ-ների, այդ խրախճանքի, ցկցկոցի, այս ամեն ինչի ձայների ներքո, խնդրեմ։ Նախ ասեմ, որ շատ ճիշտ եք նկատել, այդ ամբողջ ժողովրդավար, չգիտեմ ինչ միջազգային կառույցներից, դրանց ներկայացուցիչներից մնացել է լայն ժպիտը։ Մենք ընդհանրապես տեսել ենք, որ այստեղ Հայաստանում էլ չէ, այդ դեսպանատները, որոնք գործում են եւ որոնք իբր դավանում են ժողովրդավար արժեքների կամ մարդու իրավունքների պաշտպաններ էին, դրանք այլևս ինքնաոչնչացվել են եւ այդ ինքնաոչնչացվածության մեջ մենք տենում ենք, որ իրենք երբեք էլ շահառուն չեն եղել մարդու իրավունքների, երբեք էլ այդ ժողովրդավար արժեքների պաշտպանը չեն եղել, նրանք ունեն իրենց շահերը եւ այդ շահերը առաջ են տանում։ Հակառակ դեպքում, որովհետեւ ձայն կբարձրացնեին սրբազանների հետ կապված քաղբանտարկյալների եւ Փառահեղը Թրամփն է, ոչ մի կապիկություն չանեմ, ուզում եմ առևանգում եմ, ուզում եմ վերցնում եմ, Կուբան շրջափակել է, նա սովի է մատնում, զանգել ասում է, ուզում ես սովի մատնում ես, Մեքսիկան փակել է, նախ ոչ մի բան չի գալի, համաձայն ես, համաձայն չես, ավելի անկեղծ է, ասում է ուժեղ եմ եւ պիտի գրավեմ, վերջ։ Մարդ ես ուտում, մարդ քո պրոբլեմն է, նավթը բան եղած չեղած իմ նա ինչ հարստություն կա, ես եմ որոշում, գազը տալիս ես, պայմանագիրը կնքում ենք, ես անում ենք, ճանապարհները չգիտեմ ինչ, ոնց որոշում եմ այդպես է, արդեն այդ վերջ, ասում է իմ մոլորակն է ձեռա տալիս, մնացեք, չէ՞ թողեք դուրս եկեք հենա մարսաբանը ինչ է, ուրիշտեղ էլ գնացեք, այս մոլորակին ինքը տիրություն անում է, այդ ձևով է անում իշայրեն։ Ամեն դեպքում դե հələ եղած այդ ինչա, կառույցները կան, իբր կան եւ դրանք շարունակում են գործել։ Եվ հիմա դուք արանքում նաեւ արեցի, իբրև թե կոչ են արել, տեսնենք։ Չէ, դες այդ կոչերին էլ լուրջ չեմ վերաբերում, երբ ուզեր այդ նույն Թրամփը վարքյաններ էր տևելու, ով չի հասկանում, որ մեր գերիները
մեր ռազմագերիները վերադառնային։ Մի զանգով 170 քաղբանտարկյալի միանգամից ազատ դրա ցանկությունը չունեին, կամքը չունեին եւ այստեղ էլ այդ բռնապետին սատարելը շատ զարմանալի է, բայց նաեւ հասկանում ենք, որ որոշ բաներ ծանոթանալուց հետո, որ սրանց համար Իրանի գործոնակա եւ Ադրբեջանը որպես գործիք նաեւ ուզում են բանեցնել այդ խնդիրների մեջ եւ այդպես նաեւ այդ ինչա ռազմական օթանավերի թրիչկա վայրեր են ստեղծել այն գոտիներում հենց, որը նրանք խլեցին մեզանից Արցախի այդ տարածքները, որոնք վերցրեցին, այսինքն նրանք կարողացան այս քաղաքականության ընթացքի մեջ, այդ նույն ադրբեջանցիները կարողացան իրենց շահերը գտնել եւ այդ շահերով շահեցին ամեն բան, ինչ հնարավոր էր։ Իսկ այստեղ որովե միտք չկար, ուժ չկար, սրանք ընդհանրապես մեզ տեղեկացնում էին, թե ում մեղքով սա կորցրենք, ում մեղքով սա չի։ Արա բա դուք ինչի համար եք, գաք, նստեք այդ միլիոնները պարգևատրվեք եւ մեզ ընդհանրապես հայտնեք, թե ում մեղքով։ Բա դուք ինչի այնպես չեք անում, որ նման բաներ չլինի, չէ՞ то հազարդ օրինակ են վերում բացի իրենցից իրենք բոլորին են մեղավոր ճանաչում, փաստը դա է, բայց հիմա նայեք, սա խոսում էր, ասում էր իմ թիկունքին ժողովուրդն է հիմա մենք տեսնում ենք, որ ժողովուրդը չկա, իսկապես չկա, դուրս ես գալիս փողոց, հավյանքների տեղը տարավ, լրագրողը մոտենում է ավտոբուսի մի ավտոբուս ժողովուրդ ունի, որ տանում է այդ սատանաների, բաների, պատարակների, որ տանում է, այդ իրադավների այդտեղ տամ այդ ավտոբուս ժողովրդին հիմա պետք է երիտասարդները գային դիսկոտեկ չգիտեմ ինչ լինեն էլի այդ ժողովրդին լցրելա ծեր ահել ջահել լցրել այդ ավտոբուս ժողովրդին տանում մեջբերումները որ համացանցում պտտվում են ես այդ դաժան այդ սպանիչ ոչ մարդկային տողերը հիշեցի որ նոր դուք ասում եք այդ ցկցկումները մյուս թռիչքները թռչկոտելը թռիչքները չէ Ես հիշեցի հենց իր այդ սատանայիստի տողերը, որ ասում էր ամենասարսափելին այն է, երբ այդ զոհերը, այդ ողբը մենք խեղդենք այդ երաշտությունների տակ։ Եվ հիմա ինքը խեղդում է այդ ողբը, եթե փորձում է, այսինքն խեղդել եւ իրեն թվում է թե մի երկու դիշով կա, որ ուրիշ բառ չկա, հայերեն էժանագինը չի կարա բնորոշել։ Այն դիշով կեկին, ովքեր իրենց զավակների արյունն են ծախում, իրանք հատուկ են։ Դրանց երբեք չմասսայականացնեք եւ մի երկուսով հանգարտ փորձեք տպավորություն ստեղծել, որ իրենց ծնողները երբեք էլ չէ, անգամ այն դեպքում, երբ զավակներ են ունենում, թող շատ ծնվեն, բայց իրենք երբեք էլ չեն մոռանում, ուրեմն իրենց կորուստները երբեք էլ չեն մոռանում, որ սրանք պատերազմը մտածածին կերպով, դավադրաբար կիրառեցին, ստեղծեցին Եվ կարողացան ուրեմն այդ զոհերը տալ կանխավ իմանալով որ պարտություն է գրանցվելու եւ պատահական չէր հիմա որ վերանայում ենք այն խոսքերը որ հնչում էին ամբիոնից այս նույն պատկերն էր լինելու միայն առանց զոհերի մեկ արդեն պատերազմից հետո եւ հետո այն որ ինչը լինի մենք մեզ պարտված չենք ճանաչելու այսինքն սրանց համար պարտությունն էլ հաղթանակ է եւ ինչպես երկրի հակառակ կողմից եկած յուրաքանչյուրի համար Փեսլենկո դիշով կեկի համար յուրաքանչյուրի համար ինչի փողն է հաղթանակը սրանք կարողացել են մնալ իրենց դիրքերում լապել խմել շարունակաբար մեր զավակների արյունը այդ գինու բաժակները փողոցներում լցնելու շրխկացնել եւ դրանով իսկ հանդերձ մոլորեցնել անդրությանը եւ իրենց ասացի պես այդ երաշտության ընչունների ներքո խլացնել այդ ողբը այդ կորուստների ցավը չի ստացվելու եւ այն որ ծիծաղելով երաբլուրը եք բարձրանում շունշան ворտիներ ես ծիծաղելով եմ գալու ձեր դատավարություններին ես գալու եմ եւ հասկանալու եմ ես փորձելու եմ տեսնել որ դուք ամենաճիշտ պատժին եք արժանանալու դուք ունենալու եք այն պատիժը որը հնարավորություն կտա մեր ժողովրդին շարունակել իր ներկայությունը մոլորակի վրա հակառակ դեպքում ձերպես դավաճաններին վերաշնչավորելուց հետո ոչնչանալու է ժողովուրդը եւ դա բնական ընթացք կլինի եւ ես այլևս չեմ էլ մտածելու որ մենք չհասցրեցինք աչքերը բացել մենք ինչը բացես ինչը ասես մարդը ասում է 10000 դրամ չեմ տալի որ չշշկրվեք արա որովհետեւ այնքան փող ունեք 10000-ն տան լրիվ կշշկրեք չեք իմանա հացը առնեք կոմունալը մուծեք ավելի լավ չի սոված նստեք ցրտին մեռնեք գոնե հիմա մեջներդ ուժ կարակ եթե կփորեք ձեր փոսը հետո այդ փոսն էլ փորող չի լինելու որովհետեւ ձեզ որևէ մեկին դուք հետաքրքիր չէ սրանք հայկական արժեհամակարգից դուրս գոյանքներ են եւ այս հայտարարությունները որ լսում ենք դրանք մեկը մեկին գալիս են իրար են լրացնում ասում են դամբուլը որին հենց փող են տալի ասում է շնորհակալություն Ալիևին հələ տեսեք ինչ է ասում սրիկան տեսնում եք ինչ է ասում շնորհակալություն
Ասում եմ շնորհակալություն, որ կազմակերպեցիր, հարձակվեցիր Հայաստանի վրա, Արցախի վրա, հայոց տարածքների վրա։ Շնորհակալություն, որ զոհեցինք այսքան ուրեմն տղերքի, քաջերի եւ շնորհակալություն, բայց դա խորքային մի շնորհակալության մեջ բան կա, որովհետեւ սրանք կամակատարն են Ալիևի Էրդողանի, հիմնականում նրա համար, որ Ալիևը կարա, չէ, ասի, արա այդ պարագլուխներով էլ հավաքվեք, քամակներդ բաց, մի հատ լուսանկարվեք ու ուղարկեք ինձ։ Պետք է անեն, չէ, որտեւ ինչ ասում է անում են։ Բայց տեսեք չի ասում եւ դա շնորհակալություն է եղում դրա համար։ Հետո շուռ է գալիս տեղի գոյանքին է, չէ՞ ասում, շնորհակալություն վարչապետ, դու ինձանից բարձր ես պաշտոնով ղեկավարը։ Դրան ինչ է ասում, նա էլ կարա, չէ՞ ասի, արա փռվեք ասֆալտի վրա սողացեք, ԿՊ եւ փողերի կույտերը պահի ասի, արա հասեք, որ կողեմ բերաններդ այդ բաները, դաստեկը գումարների եւ դա է, չէ՞ ինքը հիմա անում, բայց չի ասում սողացեք։ Ասում է եկեք բարեք, ծրվռացեք, բան արեք, փողնետամ գնացեք տուն քեֆ արեք։ Այս հարիֆներով են երեսի ժողովուրդ է։ Էսի ազգներ մենք նոր էինք դադարաններում ու զնդաններում հայտնվել։ Չկա նման ազգ։ Եվ այս պահին այո չկա, բայց կա հույսը։ Ընտրությունները շեմ է եւ ես տեսնում եմ որ դրա մասին խոսել է Խաչի մարդիկ եւ ուրեմն լինելու է։ Մենք դրա մասին հիմա խոսենք, բայց ինչ եք կարծում, իրենք նախ հիշեցի որ կինո Մոսկվայի մոտ լուսահոգի Արմին Գրիգորյանն ասեց բոլորս հավաքվել ենք, որտեվ հրապարակում պիտի սիմֆոնիկ երաժշտություն հնչեր եւ այլն, հիշում եք այդ ինչ մի հատ ներքին մեծ ընդվզում կար դրա դեմ, որ դուք ոնց եք այս աղմուկով փորձում խլեցնել այն սարսափելի ցավը, որ մենք ունեցել ենք միջալոց այդ ժամանակ մենք այդ 10,000 զոհերի մասին գիտենք, բայց հələ դեռ չգիտենք, որ արժևում վերջնական Արցախի կործանումն է դրված, որ դեռ դրված է Հայաստանի Հանրապետության տարածքներից պիտի հանձնեն, բարձունքները պիտի հանձնեն, դեռ Սյունիքում ինչքան կորուստ պիտի ունենանք, ինչքան զոհեր պիտի լինեն, ինչքան մասնատված կանայք պիտի լինեն, ինչքան գլխատված երեխաներ պիտի լինեն, ծերեր պիտի լինեն, ինչքան գերիներ պիտի ունենանք, հələ այդ ամեն ինչը չկար, բայց այն ցավը կար, ասում են մի Գեգամ Նազարյանը գնացել էր կինո Մոսկվայի մոտ, քաշքշում էր այդ երաժշտությունը, դասական երաժշտություն էին նվագում, որ էս ինչ է կանում։ Մեկ է տեսնես նախ այդ մարդիկ հայտնվում են այդտեղ, բացի դրան ձեր կարծիքով հիմա որ այս DJ-ական այս բաները ինչա կոչում է երաժշտությունը, դիսկոտեկեր, բան որ անում են, իրենք լրացնում են, կարողանում են լրացնել Խաչիկ։ Երբեք չեն կարող, իրենք ընդհանրապես իրենց յուրայիններին ցույց են տալիս, որ տեսեք ամեն ինչ նորմալ է, մենք թռչկոտում ենք, միլիոնները այս ժողովրդին խաբել, զավթել, վերցնում ենք, միլիարդավոր դոլարների պարկը սրանց վզին դնում ենք եւ էլ սա շարունակում ենք ասել հարկատունա հերոսը, որովհետեւ այո, այս պայմաններում եթե մարդը հարկա տալիս դավաճանախումբ սնելու համար, դա հերոսություն է, դա հերոսություն չի, դա աղմակություն է, կամ չգիտեմ ինչ բառերը երևի դեռ չկան, որովհետեւ նման բաներ մենք պատմության մեջ չենք ունեցել, հիմա կա եւ դրան 100 բառեր երևի կհորինվենք, կկիրառվեն, երբեք էլ չի հաջողվելու։ Գիտեք, ես հիշեցի մի բան, մենք մի միջոցառման էինք շատ հեռու անցյալում չէր Կարին Տոնոյանի հետ, ես ասացի մեզ էլ սպանեց այս Նիկոլիկը իր քպիկներով, մեզ էլ սպանեց, ասաց վա ինչ ես ասում, Երանի չէր սպաներ, մենք ավելի շատ վատ վիճակում հայտնվեցինք եւ իսկապես էլ ես հասկացա, որ մենք ավելի վատ վիճակում ենք ծնողներով հայտնվել, նրանք ովքեր հասկացան թե ինչպես է ստրիկայախումբը, այս դավաճանախումբը, այս վամպիրների բանակը խմեց մեր զավակների արյունը եւ ինչպես հիմա թռչկոտում է մեր ցավի վրա, մեր վերքի վրա, то ինչի՞ չէ մեր զավակների դիակների վրա հենց հիմա։ Նրանք այդ անմահության խորհուրդը չեն կրում, իրենց մեջ չկա։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ծաղրում են ամեն ինչ։ Նրանց համար չի ծաղրվում միայն փողը։ Վերջերս դրա աղջիկն է, չէ, հայտարարություն անում այդ երեխան, ված շրջապատ տանք է, պիտի տիրություն անենք։ Չի կարելի թողնել, որ հա, այդ սերունդը չպիտի թողենք փչան ասում է մարզվում ենք, ասում են, քեզ պետք է մարզվում ես, բայց որ օրերով կլաբներում խմում ենք, մեկը չի ասում, ես ամեն օր խմում եք։ Այսինքն, եթե այդ միջավայրի մեջ ես, այդ ված շրջապատի մեջ ես, բնականաբար դրանք մարզվելը սխալպտի համար են, խմելը ճիշտ։ Եվ դե տեսնենք տիպ անգամ իր ընտանիքի անդամներին պիտի կարողանանք այդ սատանիստներից փրկել եւ ինչպես այ դուք հիմա հիշեցիք Խաչիկ Գալստյանին, քաղ բանտարկյալ Հայրենիք Կուսակցության ուրեմն շտաբի գլխավորը, որ նաև Էջմիածինյան մասում կարողացավ շատ լուրջ աշխատանքներ կատարել, նաև ծանոթության իմաստով ես ասեմ այդպես լուրջ չընդունան իմ հայրենակիցները, թե գիտեք, այսպես այսքան միավոր, ես ասել էի, որ մենք հաղթացանք մեր կենսագրությամբ, ես այդ քվեներին նայողը չէի եւ եթե 10 հոգի էլ իմ հետևից գալու էր, այդ 10 հոգին արդեն շատ էր, հլա հիշեք Աստվածաշնչում արդեն հասել էր այնտեղ ասում էր, որ մի հոգի էլ մաքուր է լինի, չեմ կշտանալու, բայց քան եկա Աստվածաշունչ մի բան ասեմ, նոր շարունակեմ
Մենք բոլորս այդ նույն նավից իջած մարդիկ ենք, եւ եթե փորձում ենք այստեղ էս գտնել, ընդեղ են գտնել այս խեղճ ժողովուրդը հավատում էր թե գիտեք, հեսա եկել են փրկիչներ առաջ այդ նույն նավից իջած ժողովուրդը, դրանք տարբեր չեն լինում, ուղղակի մեկի մեջ հայրենասիրություն կա, ազգի հանդեպ պատասխանատվություն կա, մյուսի մեջ չկա։ Հիմա մենք ընտրել ենք այս նրանց ովքեր չունեն, այդ պատասխանատվությունը չունեն, սրանք մորտապաշտ գոյանքներ են, որոնք եկել են մի նպատակով հարստահարել մեզ մեր երկիրը եւ էս եղած է քամել, էս խոցված մարմինը հոշոտել վերջապես, որտեղ հասկանում են իրենց պարագայում Հայաստանը չի լինելու։ Այդ որ չի լինելու, կային էս եղած բարիկներն էլ տանենք, այս ժողովուրդն թողի այդ թոշակառուներին արդեն խորհուրդ տվել է, գնացեք ձեր տեղերը փորեք, մտեք հողի տակը, այն մնացածն ովքեր կարող են թռնեն, մռնեն, արձած մոլոր